Հայաստանից ինչ ակնկալիքներ ունեք եւ արդյոք դուք եք ղեկավարելու ձեր թիմը խորհրդարանում։ Խմբակցության ղեկավարը։ Նոր խորհրդարանից ակնկալիքները մեր ժողովուրդը պետք է ունենա։ Այն ակնկալիքները, որ մենք պետք է արդարացնենք իրենց սպասելիքները։ Մեր ժողովրդի մեծամասնությունը 50%-ից ավելը ցանկանում է փոփոխություն։ Եվ բոլորը ցանկանում են հողի վրա իրենց համար իրենց հարցերի լուծում։ Եվ դուք եք ղեկավարելու խմբակցությունը։ Չեմ բացառում։ Կարապետյան իսկ Կա որոշում եկեք կհայտարարեք։ Կա որոշում։ Ով է։ Ես առաջարկեցի իրանց ուղակի։ Ես առաջարկել եմ, բայց եթե ազնիվ Արժե փոխնախագահի հարցով ունեք որոշում նշանակել։ Խոսվում է դեռ չենք մասին, պարոն Կարապետյան, արդյոք նրա տեխնացությունը չենք բացառում, չեք բացառում, բայց կներկայացնեք, որտեվ քարտուղար խմբակցության, այո։ խմբակցության, թե ազգային ժողովի փոխխոսնակ։ Փոխխոսնակ, չէ, դեռ չենք բանանում։ Այսինքն չգիտեք կներկայացնեք ընդհանրապես փոխխոսնակ, թե Արամ Վարդևանյան։ Դեռ չունենք վերջնական որոշում կներկայացնենք, թե ոչ։ Դուք փորձում եք ցույց տալ, որ խնդիրները լուծելու նաև մարզային այցերով, Այո, ինչպես տեսել ենք մենք, ընդդիմադիրները քարոզարշավից քարոզարշավ են հիշել մարզերի մարդկանց։ Հիմա շարունակական է լինելու, թե պարզապես այս պահին նաև շնորհակալություն եք ուղղակի հայտնում նրանց, հասկացա։ Այն խնդիրները, որ բարձրացրել են Ստեփանավանում մեր այցելությունների ժամանակ, խնդիրներից գրեթե դուրս ենք անել 4-5 խնդիր, որից երկուսը այսօրվա դրությամբ լուծված է, մեկը դեռ չենք ասում ինչ խնդիր է, որ լուծվել է արդեն, բայց մեր հայրենակիցները այնտեղ կտեսնեն եւ կարծում եմ եւս երկու խնդիր ժամանակի ընթացքում մեկ ամիս ու կեսվա ընթացքում այնտեղ լուծելու ենք։ Նաեւ եղանք Մասիսի տարբեր համայնքներում, որտեղ բարձրացրեցին մի շարք խնդիրներ, գազի խնդիր տարածաշրջանում գյուղերը չունեին 30-40 տարի չունեին գազի հետ կապված խնդրեմ կար նաև երթևեկության համակարգային խնդիր, որը այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ մոտ ենք վերջնական լուծման։ Կներկայացնենք։ Երբեք անդրադառնալու օրինակի վիճակի եք դիմակայել Հայաստանի սահմանադրության փոփոխության անկլավների այսպես կոչված հանձնման գլոբալ խնդիրներից էլ մի դրական միտում կա։ Մեր հայրենակիցները չգիտեմ նկատել են թե չէ, Ադրբեջանի պաշտոնատար անձը հայտարարել է, որ իրենց համար պրինցիպիալ մոտապես տրամաբանություն ասեմ, պրինցիպիալ չէ, որ սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվի, մենք զգում ենք եւ կա այլ իրավաբանական մեխանիզմներ եւ այլն, մենք զգում ենք, որ մեր պրինցիպիալ դիրքը թույլ է տալու Հայաստանի դիրքերը ճիշտ ամրապնդել։ Սահմանադրական հանրաքվեն չեն կարողանա իրանք անեն ալևի բերած սահմանադրությամբ։ Պարոն Կարապետյան, ասում եք խնդիրները լուծում եք եւ մարզեր եք այցելում, արդյոք այդ խնդիրների լուծման մեջ է մտնում ձեր առաջարկած 5 տնտեսական քայլերը, թե դրանք նախընտրական խոստումներ։ Շատ լավ հարցեր։ Տեսեք, օրինակ մենք նախընտրական շրջանում հայտարարել էինք, որ 5-րդ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին, ում ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան, մենք պետական ծրագրերով աջակցություններ տրամադրվելու բնակարան։ Այն տարածաշրջաններում, որտեղ մենք ստացել ենք ձայների ճնշող մեծամասնությունը, մենք դա արդեն այսօր ենք անում։ Այսօր, որպեսզի մարդիկ տեսնում են, որ հողի վրա մենք անում ենք, մեր ծրագրերից մեկը։ Մի քանի այլ ծրագիր էլ կա, որ ընթացքում մենք դեռ ժամանակ ունենք, ներկայացնելու ենք։ Պարոն Կարապետյան, Հեսա ասեմ ու Պարոն Կարապետյան, ձեր ուժը ասում է, որ խորհրդարան է գնում իշխանությանը հեռացնելու օրակարգով նաև այդպիսի։ Հիմա կասեք ձեր օրակարգը ո՞րն է լինելու։ Հիմա դուք խոսում եք օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Իսկ իշխանության հեռացում, օրինակ առաջիկա 1 տարում իմպիչմենթի հարց չեք կարող ընդդիմության բարձրացնել, եթե նույնիսկ կարողանաք իշխանության մեջ տարբեր պատգամավորների ներգրավել։ Հիմա ո՞րն է ձեր, այսինքն օրենսդրական նախաձեռնություններով առաջ մղել, այսպես փողոցային պայքարով իշխանության հեռացման հասնել, թե ներսում ազգային ժողովը ինչպես է հնարավոր դա անել եւ ձեր օրակարգը ինչ օրակարգով եք։ Օրենսդիրը երկու մեծ գործ ունի անելու։ Առաջինը հողի վրա ամենաառաջինը իհարկե մեծ փոփոխությունն է, որ այս աշխարհաքաղաքական արհավիրքին հասած մեր երկրում, այս տնտեսական արհավիրքների արժեվ կանգնեցած մեր երկրում փոփոխություն բերենք, ու դա մեր հասարակության 50+1%-ը հաստատ համոզվեցինք, որ ուզում է, այսինքն մեծամասնությունը արդեն դա ուզում է։
Երկրորդ բանը ամեն օրյա մեր այցելությունները ցույց են տալիս ու ցույց են տալու նաև ես վստահ եմ, որ ամեն տեղ կան խնդիրներ, որոնք հողի վրա կան ռեալ խնդիրներ, որոնք կարող ենք մենք լուծել։ Լուծել թե բարձրաձայնել, որտեղ ձայներ ունեք մեծամասնություն։ Լուծել, որովհետև մենք ամեն դեպքում ունենք այդ հնարավորությունը լուծելու։ Իսկ ինչպես եք հասնելու իշխանության հեռացման ձեր քայլերը։ Մեխանիզմները ընթացքում པարզ կլինի, բայց մենք ինչպես ասել ենք, կա երկու մոդել, օրենսդիր եւ օրենսդրի փողոցի համակցության արդյունքում մեր համար ամենա մեծ հավանական մոդելը դա է։ Նշեցիք, որ նախընտրական շրջանում տված խոստումները իրականացնելու եք նաև հետընտրական շրջանում, մասնավորապես գյուղատնտեսության հետ կապված։ Այն մասերը, որոնք չեն նախատեսում ընդհանուր համակարգային պետական մոտեցման փոփոխություն։ Տեսեք, վերջերս Ստեփանավանի հարակից գյուղերի համար տեխնիկա նվիրեցիք, տրակտոր եթե չեմ սխալվում, տեղեկություն կա, որ դա հին է, տեղեկություն կա, որ դա հին է, ավելին ասում են, որ դա բերվել է Ստեփանակերտից։ 2025 թվականի է, կանգնած է Չարբախում, մեր հայրենակիցները կարող են գնալ Չարբախում նայել 25 թվի նոր 3-4 օրվա ընթացքում էլ այդ տեխնիկական process-ների ավարտից հետո 3-4 օր կա, կարող են գնալ Չարբախում նայել։ Չեմ ուզում խորանալ, կարևորը խնդիրը լուծեցինք։ Դուք պատկերացրեք, բայց մարդկանց մակարդակը բանի մարդկային իրենց մոտեցման մակարդակը, չգիտեմ, ցածրության, որ կարան տենց բան հնարեն, Չարբախում կանգնած է 25 թվի ու ինչ են հնարել, որպեսզի վարկաբեկին յուրաքանչյուր լավ խոսք, լավ բան։ Ես զարմանալի մարդկային զարմանալի որակների տեր մարդիկ են, ովքեր քաղաքականության մեջ կորցել են իրենց դեմքը մարդկային։ Անին էլ մի բան ուզում էր ասել, կներեք հեսա։ Չենք ստանալու։ Աշխատավարձից ես ասել եմ, որ իմ կողմից աշխատավարձ չի լինելու, չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև պարգևավճարը մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու, որտեղ պարգևավճար նենց չի ինչ-որ բանը արվե ժողովրդի համար նենց մեծ ազգային ժողով, որ մի հատ է պարգևավճար ստանա։ Իրավունքի առումով դու պետք է ուղղակի ուղղորդում ես ինչ-որ բարեգործական նպատակներ չես վերցնում։ Պարոն Կարապետյան, Գագիկ Ծառուկյանի դրվագին անդրադառնանք, որովհետև տեսանք շարունակվեց այն, ինչը որ սկսվել էր ձեր հորիակոր նկատմամբ։ Հիմա Արարատ ցեմենտը պետականացնելու ճանապարհին է հանրային կառավարիչ են նշանակել, բայց այս տնտեսական իրողություններից զատ նաև Ռուսաստանի սահմանափակումներն են շարունակվում։ Տնտեսական հեռանկարները այս համատեքստում ինչպես եք տեսնում եւ հաշվի առնելով, որ դուք եք դառնալու եք խորհրդարանականներ, պետք է աշխատեք իրավիճակի վրա, որ այսպես ափրկեք ժողովրդին, ինչ եք անում։ Մարդիկ, որ ասում են Եվրոպական միության հետ ինտեգրացիա են ուզում, ինստիտուտներ են ուզում, Եվրոպական միության ինստիտուտները դա սեփականության իրավունքի հարգումն է նախ եւ առաջ։ Ամերիկյան ինստիտուտները դա սեփականության իրավունքի հարգումն է։ Պատկերացեք, դուք ներդրող եք, ուզում եք Հայաստանում ցեմենտի գործարան կառուցեք կամ վերագործարկեք, օրինակ հրազդանը կանգնած է։ Ուզում եք գնաք վերագործարկեք։ Տեսնում եք, որ ով որ վերագործարկել է կանգնած գործարանից մեկը, իրան գալիս են, ասեն ձերբակալում են, բայց ձերբակալությունից հետո էլ գալիս են գործանն են խլում։ Դրանից հետո կներդրեք թե չէ։ Ներդրում կանեք այդ երկրում։ Դա տնտեսական կառուցվածք իրենք պետք է փոխեն որակական առումով։ Յան ազգանունով մարդկանցից հարյուրներով խլում են, յան ազգանունով մարդկանցից իրենք խլում են։ Իբր ինքնիշխանությունից են խոսում, բայց բոլոր յան ազգանունով մարդիկ Քաջանի հանքից բռնած բոլոր յան ազգանունով մարդիկ դուրս են գալիս։